Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առանձին էլեմենտների քննարկումը անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Այս մասին այսօր Ազատության հարցինի պատասխան ընդգծեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։ Նշենք, որ ռուսական կոմերսանտն օրերս գրել էր, թե բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, համաձայն որի հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը, բացառությամբ Լաչինի միջանցքի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տարածքների վերադարձման հարց քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այսօր արձագանքեց։ Հնարավոր է, որ քննարկում եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին առհասարակ, բայց չեմ կարծում, որ նման հարցին անդրադառնալու է։ Գիտեք, այդ հարցերը բազմիցս դրանց անդրադարձ եղել է այդ հարցերին ամենատարբեր առիթներով, խոսվել է, որ առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերվում է համապարփակ կարգավորմանը եւ այստեղ առանձնացնել ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսել, քննարկել դա անընդունելի է ոչ միայն մեզ համար, նաև համանախագահների։ Ես ճիշտ եմ ասում։ Նշենք, որ կոմերսանտից բացի թեմային անդրադարձել էր նաև Երևանյան մամուլը, հղումանելով իր աղբյուրներին հայկական ժամանակը գրել էր, որ ըստ իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Լեռնային Ղարաբաղում մինչդեռ բացառում են, թե Ռուսաստանը նման քայլի կգնա։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այս պնդումները շահարկում է որակում։ Խոսում են, որ Լավրովը իբրև այդպիսի հարցեր է դրել, բայց ինքը Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի այդ տխրահրճակ խավիարաթաթախ զեկույցը, որտեղ նույն գաղափարներն է առաջարկում։ Ինչի պետք է այդ դեպքում ինքը քննադատի այդ զեկույցը եւ միևնույն ժամանակ առաջարկի այն դրույթները, որը զետեղված է այդ զեկույցում։ Չի ասենք տրամաբանական չէ։ Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ Ադրբեջանը ստանում է այդ տարածքները, ապա բոլորն էլ հասկանում են, վերջինս կանգ չի առնելու եւ կուլետալու ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը։ Այս իրավիճակը, որը կա, այս հավասարակշռվածությունը, սա կայունության եւ խաղաղության գլխավոր երաշխիքներից մեկն է։ Եվ եթե ինչ-որ բան այստեղ փոխվում է, ապա այնպիսի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Հարավային Կովկասը ավելի վատ եւ այսպես դաժան թատերաբեմ կդառնա պատերազմի, քան Սիրիան, Իրաքը միասին վերցած։ Իսկ սա նույն Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետեւ նա ունի հյուսիսային Կովկաս, որտեղ նույնպես կայունությունը շատ փխրում է եւ այլն, նամանավանդ Ուկրաինայի այդ Բախումը, Արևմուտք Ռուսաստան, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի։ Սա ուղղակի Ռուսաստանը չի գնա նման քայլի։ Երբեք չի գնա։ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես բացառում է, թե Ռուսաստանի կողմից կարող է լինել նման բացահայտ եւ միակողմանի ճնշում, իսկ եթե Հայաստանի որևէ իշխանություն գնա նման քայլի, ապա այլևս իշխանություն չի լինի։ Հայաստանի հստակ դիրքորոշումը, որ այդ կարգի զիջումները միակողմանի բացառված են, ինչը նշանակում ռազմական ուժ չկիրառելու դիմաց։ Ընդհանրապես միջազգային իրավակարգավորումները ենթադրում են ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում նման հարաբերություններում։ Այնպես որ ես շատ ավելի հանգիստ եմ նայում այս խնդիրներին, չեմ կարծում, որ որևէ լուրջ պարտադրանք հնարավոր է Հայաստանի առջև դնել այս առումով խնդիրն է։ Շահերը հաշվի առնելով կանգնեցնել։ Ռուսաստանը միշտ իր շահերն է հաշվի առնելու, բայց Հայաստանը իր շահերը։ Վստահ եմ, որ նախ չի լինի նման բացահայտ եւ միակողմանի պարտադրանք ճնշում, բայց Հայաստանն էլ պարտավոր է իր շահերը պաշտպանել։ Ունենք մենք այդ հնարավորությունը Մենք միշտ ունենք այդ հնարավորությունը մեր ազգային պետական շահերը պաշտպանելու։ Եթե մենք այդ ներուժը չկարողանանք մոբիլիզացնել եւ կիրառել, ապա ուրեմն գոյության իրավունք չունենք։ Այսինքն դուք բացառում եք, որ Հայաստանը ինչ-որ միջանկյալ լուծման դիմաց որոշակի տարածքներ հանձնել։ Այո, բացառում եմ։ Որևէ իշխանություն չի գնա դրան։ Որևէ իշխանության նման միակողմանի զիջումների գնալու պարագայում այլևս իշխանություն չի լինի։